Ուզում եմ հարցնել, հնարավոր է երկրորդ անգամ կրկնել, այսինքն հնարավոր է հասնել գազի գնի իջեցման օրինակ։ Նայեք, ես չեմ կարող հիմա խոստանալ, որ դա կանեմ, բայց ես կարող եմ ասել, որ այո, հնարավոր է։ Հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ սա փոխշահավետ է։ Մեր օրինակ այդ գազի գինը այժմ պահելու հիմնական մեր փաստարկները որն էին, որ դուք մեր գործընկերն եք, Հայ-Ռուսգազարդը 45-45-10% էր ձևավորվել, 45-ը Հայաստանի Հանրապետությունը, 45-ը Գազպրոմն էր եւ Իտերա կազմակերպություն կար, որը 10% էր կազմում, մասնավոր ընկերություն էր ռուսական։ Եվ մենք ասում ենք, որ հակառակը մենք պետք է էժան գազ ստանանք, որ դուք ուրիշներին ցույց տաք, որ ձեր մուտքը մեր այդ բիզնեսի մեջ որոշակի դիվիդենդներ է տալիս Հայաստանի Հանրապետությանը։ Ռուսաստանում կա մեր ընդհանուր անցյալից եկած որոշակի սենտիմենտալ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պատմական հիշողություն։ Այո, պատմական հիշողությունն է, մշակութային, այսպես ասենք, կապերն են, որոշակի սենտիմենտալ բան կա, որովհետև Ռուսաստանում շատ են մտածում հետևյալի մասին, բա հայ ժողովուրդը ինչ կմտածի մեր մասին։ Օրինակ Տրամպը իր քաղաքականության մեջ, երբ որ Կանադայի վրա նայեզներ է անում, ասում է դա 51-րդ շտատ է, նա չի մտածում, թե կանադացին ինչ կմտածի իր մասին։ Նա չոր պրագմատիկ հաշվարկի մեջ է։ Ես մեկ-մեկ մտածում եմ, եթե Ռուսաստանը մտնի այդ չոր պրագմատիկ հաշվարկի մեջ, եւ սկսի ճիշտ այնպես քայլեր անել, ինչպես Տրամպն է վարվում, օրինակ Մեքսիկայի նկատմամբ, կամ Կանադայի նկատմամբ, կամ Գրենլանդիան, այսպես Դանիայի հետ կապված, ոնց է իր պարտներների վրա 100% ինչ որ տարիֆներ, հետո դառնում է 150, հետո դառնում է 40, հետո դառնում է վերջապես ոչ ոք չի հասկանում հիմա ինչ տարիֆային քաղաքականություն է։ Ռուսաստանը ունի այդ որոշակի քաղաքական սենտիմենտալության ինչ որ մի հանգամանք, որը մեր ընդհանուր անցյալից է գալիս։ Եվ շատ լավ է որ դա կա, եթե դա չլինի, մեր հետ, այսպես ասենք, որոշ այն շպագատները, որոնք այսօր իշխանությունը անում է կապված Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, շատ թանկ կնստեր այ ժողովրդի վրա։ Բայց այս բանը արձանագրենք էլի, որ գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ հնարավոր է։ Այդ կարծրացած չէ, իսկապես հնարավոր է հասնել։ Հնարավոր է։ Այն գները, որով մենք գնում ենք սպառազինություն Ռուսաստանում, այդպիսի գներ ոչ միտը չկա։ Ես չեմ կարող հիմա այդ գների մասին խոսալ, բայց այն ինչի շուրջ մենք պայմանավորվում ենք, ասեմ այսօրվա ասենց հայացքով եթե նայես, կարող է ֆանտաստիկայի ժանրից լինի։ Հնարավոր է ամեն ինչի շուրջ պայմանավորվել։ Այդ ձեր հարաբերություններով է պայմանավորված Պուտինի հետ։ Ոչ միայն հարաբերություններով։ Անձնական հարաբերություններով նկատի ունեմ, թե պետք է լինի փոխադարձ վստահություն։ Դու պետք է ցույց տալ, թե իրենց ինտերեսը ինչի մեջ է։ Վերջը միջպետական հարաբերությունները։ Իրենք պետք է հասկանան, որ եթե մի բան անում են, իրենց շահը ինչի մեջ է։ Նայեք, օրինակ Հայաստան-Իրան հարաբերությունների շրջանակներում մի հատ դիտենք մեր էներգետիկ համակարգ։ Հայաստան-Իրան գազամուղ։ Գազպրոմի շահերից բխում է թե չէ։ Չէ։ Երկը չէ։ Իսկ խնդիր առաջացրել են ժամանակին։ Մրցակցային խողովակ էր։ Եվ երբ սկսեցի ես այս թեման քննարկել, սկսել եմ Գազպրոմի հետ, առաջարկել եմ միասին անենք։ Կատեգորիկ հրաժարվել են, ասել են, չէ, մեզ դա չի հետաքրքրում, բայց հետո հասել ենք նրան, որ Գազպրոմը ինքն է կառուցել այդ գազամուղ։ Այն ինչ առաջի հայացքից եւ առաջի արձագանքը բացասական էր եղել, որ մենք չենք մասնակցելու, բայց մենք Իրանի հետ կարողացանք բերել Հայաստանի տարածք եւ հաջորդ օրը պայմանավորվել ենք Գազպրոմի հետ, որ շարունակությունը իրենք են կառուցելու եւ մենք փող չենք ծախսել այդ ամենի վրա։ Հնարավոր էր դրան հասնել, հնարավոր էր։ Սա ամենից հեշտ բանը այն գլխից ասել սա հնարավոր չի, հնարավոր չի, սա հնարավոր չի, ոչինչ չանել։ Եթե դու ուզում ես ոչինչ չանել,
Դու ամեն օր պիտի պատճառներ փնտրես, թե ինչու դու դա սա չես անում։ Չլուսու խնդիր չկա։ Եվ այդպես չի, որ դու բարեկամ երկրի հետ երբևէ որևէ խնդիր չես կարող ունենալ։ Ուրիշ հարց է, թե դու այդ խնդիրը հանրային ես սարքում, հետո դժվար է պայմանավորվել։ Նույնիսկ դուք ձեր օրինակի վրա վերցրեք, ձեր հարևանի հետ, մեկ ուրիշի հետ, հենց հրապարակային ինչ-որ կոնֆլիկտ է լինում, հետո արդեն սենց երես փրկելու, սենց թասիբը ուրիշներին ցույց տալու ինչ-որ գործոնն է սկսում աշխատել։ Դրա համար եթե կան ինչ-որ կնճիռներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել, պետք է առաջի հերթին սառնասիրտ հենց մտածել, սա շրջանցող տարբերակը ո՞րն է։ Եվ փորձել այնպիսի տարբերակ առաջացնել, որը չի նշանակում, որ մենակ ես եմ շահողը։ Նման հարաբերություններ գործընկերային չի լինում։ Գործընկերային հարաբերությունները նշանակում են հետևյալը, որ երկու կողմն էլ շահում են։ Երկու կողմն էլ ինչ-որ բան զիջում են, բայց բալանսը ընդհանուր եւ է տալիս, այլ ոչ թե կամ